Դե բոլորին դուք ջիթվիկ սալիքում եք եւ ձեր հետ ես եմ Էվան, ինչա կատարվելու այս վիդեոյում։ Առաջին էտապը Իմ սիրած սիրելը մեծ փոքրիկների Պրոֆեսիոնալ բլոգեր Բարև ձեզ, պատպրիչիկներ հաճելի է հետևել ինքը ինչ անում, հավես կարողանում ես հետը խաղաս, ելպե Ինչ-որ տղայի նկար, я бы поехала в Россию։ Սա իմ ամենասիրած բառերից է եղել Ամերիկայում։ Հավոք Հայաստանում չկա դրա համար ասացի կպցնեմ։ Մայիսի 7-ին սա կարդալու եմ ինգականերս։ Իմ ամենալավ նվերը այն է, ինչ որ դուք սարքում եք ձեր ձեռքերով։ Fashionable, իդեալն է, մոդելն է։ Երկրորդը ձեզ պատմելու եմ դպրոցի մասին։ Ես հիմա էլի գնալու եմ դպրոց։ Ու ինչ որ բոլորը սկսում են ծիծաղալ։ Իմ կյանքը շատ վատ կանցներ։ Իմ թինեյջերական կյանքը։ Եվ երրորդը ձեզ պատմելու եմ ընդհանրապես իմ զգացմունքների մասին։ Բարի դիտում։ Ես հետաքրքիր իրեր ունեմ, որոնց մասին շատ եմ ուզում խոսալ։ Իմ սիրած սիրելը Ձեզ այսօր ցույց կտամ Սկսեմ մի շատ լավ բանից, որ ոչ թե ավելի շատ իմ համար է կարևոր, այլ Յանայի։ Սա, որ չգիտի, մեծ փոքրիկների, ես չգիտեմ, պատվոգիր, դե ինչ, փոքրիկ հաղորդավարուհի Յանա Գրիգորյան։ Պրոֆեսիոնալ բլոգեր Հավես շոու անայլը դա յանաս պուչուր, սենց դեմքով սենց նստոտ, սենց վստահ։ Իմ մայրիկը Մանո Գրիգորյանն է, իմ հայրիկը Սարգիս Գրիգորյանն է, եւ եկել եմ իմ քույրիկի հետ Էվայի։ Հենց ինձ փոքր ժամանակ տեսնում եմ, ես ուզում եմ պրոստը ինձ գրկեմ, չգիտեմ, ձեր մոտ տենց է, բայց ես պրոստը ամեն ինչ կտայի, որ ինձ կողքից փոքր ժամանակ կարողանայի տեսնել։ Երգում եմ ու գովազներ եմ կարդում։ Դուվաս Մտիրա ռեկլամ կարդալու մասի իմ ամենասիրած մասն է։ Դիլայն պարս հարմար քեզ համար։ Ամենասպասված ամերիկայի ծրագիր տոմսերի համար զանգահար։ Պատրաստված է բնական հումքի։ Ով որ չի նայել Յանայի մեծ փոքրիկների հաղորդումը, անպայման նայեք, շատ կծիծաղաք։ Իմ սիրելի պապրիշլիկներ, կարող եք ասել բարև ձեզ Յանայի սիրելի պապրիշլիկներ։ Բարև ձեզ, Յանայի պատպրիչիկներ Նաև էլի Յանայի համար շատ կարևոր մի մրցանակ, սա մուլտիկնիկի, եթե սխալ չեմ ասում, մրցանակն է, որտեղ Յանան ելույթ է ունեցել, ու էլի պուչուր ինքն այնտեղ պարել ասում, ոտիներս ես բաներ է անում։ Իմ սերտում արև է գարում, իմ հոգում հույներ մանկական։ Շատ տաղանդավոր երեխա է Յանան։ Յանան զարմացրեց եւ ռեժիսորին եւ դերասաններին, ու այդպես սկսվեց նրա ստեղծագործական ուղին։ Յանան նաեւ հայ արև երգի անսամբլի փոքրիկ երգչուհիներից է եւ ունի արդեն հաջողություններ։ Չնայած որ Յանան շատ զբաղված երեխա է, Ոչ միայն չի բացակայում դասերից, այլ բացարձակ գերազանցիկ է։ հաճելի է հետևել ինքը ինչ անում, ոնց անում, так что համ մեծ փոքրիկներն էլ, համ այս մուլտիկնիկը անպայման նայեք։ Իմ սիրելի պապրիշլիկներ։ Իսկ հիմա ուզում եմ անցնենք մի քիչ ավելի իմ համար կարևոր ու ավելի անձնական իրերին։ Ես սիրում եմ պահպանել այն ամեն ինչի, ինչ որ իմ համար կարևոր է։ Ձեզ ցույց կտամ 7 տարեկանի թե 8 տարեկանի Էվայի օրագիրը։ Մինչև հիմա շատ եմ սիրում օրագրեր։ Ես շատ եմ սիրում այս օրագիրը, որովհետև ասես հավես կարողանում ես հետը խաղաս, ինչ որ տրիկեր անես։ Личный дневник Эва, часть первая։ Ես շատ եմ սենց բաներ սիրում, ուստեղ ես գրել եմ իմ ամբողջ պատմությունը, իմ սենց նկարն է փոքր ժամանակ, ու այս նկարը գիտեք երբ ենք մենք արել, երբ Յանան նոր էր ծնվում, ուզենք մենք ներքևը պապայի հետ սպասում էինք։ Про друзей, ստեղ գրել եմ իմ ընկերուհիներին, ընտանամով հետո մեր ժամանակ ընկերությունների Լիլիա Մայա, ԼՊ Элла, сестра ЛП Яны, Лилия моя, ЛП в школе. Мане, одноклассника, люблю с ней играть в Roblox. Арсине, Мария, Мане, Звезда, Асмик. Вау, что բոլոր ընկերներս գրել եմ։ Մարիա, ինչ-որ տղայի նկար, ստեղ եմ կպցրել, չէ, պրոստը ես երևի սիրում էի գույն ավելացնեի իմ դնևնիկների մեջ դրա համար։
Ասենք որ դուք զուտ էլի հասկանաք, որ ես ինչով էի ամեն օր զբաղված։ Դասի ժամանակ էր բան չկա անելու, բայց գրիչ ու տետր ունես, վերցնում ես ու ինչ-որ sense բաներ ես սկսում նկարել։ Ռուսերեն գրել եմ, թե ինչ կուզենայի անել, երբ մեծանայի։ Первое. Я бы поехала в Россию։ Իմ աշխարհի ամենամեծ երազանքն էր, որովհետև ես այն ժամանակ Վալյա Կարնավալի ամենամեծ ֆանատն էի, ես ֆանեջուն էի։ Սակայն ամեն ինչը շատ էի սիրում, ու ինձ թվում էր, որ եթե ես տեղափոխվեմ Մոսկվա, ես դառնալու եմ աշխարհի ամենահայտնի բլոգերը, создать бы мою игру, այսինքն ես ուզում էի խաղ ստեղծել, լավ, помогать бедным людям, пока что всё, я очень хочу всё это сделать։ Շատ լավ է, որ ես այս տարիքում մտածում եի, որ ուզում եմ ապագայում օգնեմ մարդկանց ու մինչև հիմա ուզում եմ։ Իմ տարիքին եք, ինձանից փոքր եք, ինձանից մեծ եք, գնացեք ինչ-որ մի օրագիր առեք ու մեջը գրեք բուկվալնը ամեն ինչ, որտեվ հետո մի 3 տարի հետո, 5 տարի հետո այս ամեն ինչը նայելը նենց հաճելի է։ Իհարկե ես չէի կարող ինչ-որ մի բան չսարքեի Ամերիկայում, որպեսզի վերեմ Հայաստան ու հետո Ամերիկայի բոլոր օրերը հիշեմ։ Հասկացա, որ կուզենամ հավաքել մեր կաֆետերիայի ուտելիքը։ Սա մի քանի բաներ են, որոնք մեզ տալիս էին Ամերիկայի դպրոցում, կաֆետերիայում։ Առաջինը, որ դրել եմ, սա այս բառն է։ Սա իմ ամենասիրած բառերից է եղել Ամերիկայում, ու միշտ ես սնակի ժամանակ սա ուտում էի։ Իմ շատ սիրելի խնձորի սոկն է։ Իմ ընկերուներին ինձ ասում են, գոմոտ ինչ-որ հիվանդություն է խնձորի սոկ խմելու, որտեղ ես տարայի օրը դպրոցում մի 5 անգամ խնձորի սոկ խմեի։ Սա էլ էին մեզ սնակի ժամանակ տալիս, sense pancake-ներ էին։ Ես դրանց այդքան շատ չէի սիրում, բայց մեկը ինչ-որ մի բան է հիշելու։ Ես էլ ուղղակի Starbucks-ը հիշելու բաներն է։ Starbucks-ի ինչ-որ քարտեր են, Starbucks-ի բաներ, ինչ-որ կոպիկներ են ստեղծել, սարքել եմ տենց beauty ինդուստրիայում, beauty բաներում։ Այստեղ կպցրել եմ Glow Recipe տարբեր պրոդուկտները, որովհետև ցավոք Glow Recipe բրենդը չկա Հայաստանում։ Կպցրել եմ Արիցիայի բանը։ Արիցիան իմ ամենասիրած, իմ ու Յանայի ամենասիրած բրենդերից է եղել, մինչև հիմա կա։ Ու էլի ցավոք Հայաստանում չկա, դրա համար ասացի կպցնեմ։ Կպցրել եմ Starbucks-ի նշանը, իսկ սա էլի ինչ-որ մի քաղցր կոնֆետների բրենդ է, Ամերիկայում էլի, որ ես կպցրել եմ, որ էլի այս ամեն ինչը նայեմ ու վերհիշեմ։ Նույնիսկ վիդեո կա, թե ոնց եմ ես ձեզ ցույց տալիս այս ամեն ինչը դեռ Ամերիկայում, ասում եմ հիմա դեկտեմբերի 5-ն է, բայց այս վիդեոն դուք տեսնելու եք երևի հունվարի վերջերը, որովհետև դեռ ոչ մեկ չգիտի, որ մենք գնում ենք Հայաստան։ Ոյ, բայց հենց վիդեոն տեղադրվի դուք արդեն շատ լավ գիտեք, որ ես Հայաստանում եմ։ Քանի որ ես Ամերիկան շատ եմ սիրում, ու ուզում եմ ինչ-որ մի մասնիկ Ամերիկայից իմ հետ տանեմ Հայաստան, որ իմ հետ մնա, որ ես այդ էներգիան զգամ, մենք իրար հետ հիմա պատրաստելու ենք շատ հավես բան։ Ես ունեմ sense տետր ու ես հավաքելու եմ այս մի ամսվա ընթացքում տարբեր բաներ Ամերիկայից, եւ դուրս գամ քայլեմ, ինչ-որ մի բաներ գտնեմ, տերևներ, չգիտեմ, խանութից ինչ-որ մի բան թե ինձ տան դնեմ, ու ես արդեն ունեմ մի քանի այդպես բան, որը մենք հիմա կվցնենք։ Ամերիկանայում քայլելուց մեզ տվեցին sense բաներ, եւ ես հիմա կկտրեմ այս ամեն ինչը ու սիրուն կկպցնեմ տետրի մեջ։ Ինձ թվում է բոլորդ էլ ընդհանրապես չէիք սպասում, որ մենք կանանք տեղափոխվենք Հայաստան, բայց երեխեք, այո, ես էլ անկեղծ շատ հիմա չեմ հասկանում, սա ճշմարտություն, որ գիտեմ, որ գնալու եմ, բայց դեռ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում մասշտաբները, որ ասենք ես 5 տարի ապրել եմ Ամերիկայում, հիմա լրիվ փոխում եմ իմ երկիրը, իմ շրջապատը, իմ դպրոցը, ամեն ինչ ես հիմա փոխել եմ, որը ինձ անկեղծ համ ուրախացնում է, համ վախացնում։ Ես գիտեմ, որ ինքնաթիռի մեջ ես շատ եմ լացելու, համ ուրախությունից, համ տխրությունից, որովհետև ես տեղ ունեմ լիքը մարդկանց, ու որ ես շատ սիրում եմ, ու ընդհանրապես ես իմ կյանքը Ամերիկայում շատ եմ սիրում, բայց ինձ թվում է ճիշտ բանը մեր ընտանիքի համար էր, որպեսզի մենք գնանք Հայաստան։ Ունդեղ մեզ երևի ավելի լավ կլինի, քան Ամերիկա։ Իհարկե ինչպես Հայաստան։ Որ իհարկե ես հավաքել եմ լիքը բաներ կապված իմ ընկերների հետ, իմ հարազատների հետ Ամերիկայում։ Սա ես ոչ միտեղ ցույց չեմ տվել, так что էքսկլյուզիվչիկ у нас։ Ուրեմն սա նամակ է, որը ես չեմ բացել ու չեմ բացելու մինչև 16 տարեկան կամ էլ ավելի ուշ։ Սա գրել է իմ մոտիկ ընկերուհին Ինգան, որը ինքը դասել է խնդրում եմ այս նամակը չբացես, կսպասես մի քիչ մեծանաս նոր։ Չգիտեմ անկեղծ այնտեղ ինչ է գրել, բայց իմ հետ այս նամակը Ամերիկայից թռել է Հայաստան, էսը Էվա Գրիգորյանին Ինգա Ավետիսունայից։ 16 տարեկանում հենց մայիսի 7-ին սա կարդալու եմ ինգականերս, բայց կարդալու եմ, որովհետև ես հիմա չգիտեմ ոնց եմ ինքս սպասում, որովհետև ես նենց մարդ եմ, որ շատ դժվար եմ սպասում, ու ինձ շատ է հետաքրքրում դու ստեղ ինչ ես գրել։
Այստեղ օրինակ կա նկար իմ ընկերուներ, երբ մենք գնացել էինք ծնունդի։ Սա իմ ընկերուներից մեկի ծնունդն էր եւ մենք գնացել էինք ֆոտոբուդկայի մեջ նկարվել էինք։ Այդ շատ հաճելի օր էր, մենք այստեղ 9-րդ դասարանում էինք։ Սա շատ հին նկար է տենց, մենք 7-րդ դասարանում էինք, ես ու Մանն եմ, ամենամոտիկ ընկերուներից մեկը։ Սա շատ հավես օր էր։ Այդտեղ ես արդեն գիտեի, որ գնալու եմ Հայաստան, բայց այս նկարի մեջ ով որ կա, ոչ մեկ չգիտեր։ Բամ ոչ մեկ չգիտեր, որ ես գնալու եմ Հայաստան, մենակ գիտեինք ես ու Յանան, ու ես էլ շատ հավես օր, շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Մի հատ բան, որը էլի ես անպայման պետք է իմ հետ բերեի, սա իմ ընկերուհին Մանեն իմ ծնունդի համար էր պատրաստել։ Սա ուղղակի ինքը նկարներ էր տպել ու մեր ամենալավ օրերի մասին էր պատմել։ Օրինակ հեսա, այս ժամանակ մենք նկարում էինք առաջին Digit Fix-ը, ու կտիմային առաջին Digit Fix-ում կա, եթե չեք նայել առաջին Digit Fix-ը, առաջարկում եմ նայեք։ Իվետ, բարև ձեզ, ես Յանան եմ։ Սելևան եմ եւ սա մեր YouTube կանալն է Digit Fix։ Շատ մեր հավես օրերն են, երկար տեքստ։ Սա շուտով իմ ծնունդն է լինելու մայիսի 7-ին, ու ով որ ներկա գտնվելու է ծնունդին կամ երբ ասենք իմ ընկերներից ինչ-որ մեկը ուզում է ինչ-որ մի լավ նվեր անի, իմ ամենալավ նվերը այն է, ինչ որ դուք սարքում եք ձեր ձեռքերով։ Տարիներ հետո նայեմ ու հասկանամ, որ ինչ ճիշտ մարդկանցով եմ ես ինձ շրջապատել։ Պարզը Յանայի համար էլ էին շատ հավես բաներ իր ընկերուները պատրաստել, ու դրանցից մեկը ու իմ ամենասիրածը այս սա է, Յանայի ընկերուին Մանանան իր համար իրանց նկարել է, այս իսկական նկար է, որ Մանանան իր ձեռքերով սենց ամեն ինչ նկարել է, ներկել է, ու իր մազը Յանային թողեր, ինքը սենց կուդրաշկա է ու շատ հավես, սենց որ անում ես, հետևը սենց երկար տեքստ է գրած, ու գիտեք ով է նայել Notebook կինոն, ու այնտեղ որ վերջում տղան իրան նամակ է գրում, ասենց to my dearest Ali, այդ որ սկսում է ինքը տենց գրել է Յանային, ուղղակի իրանց լավ պահերը, հեսա ու տենց շատ հավես է, ու Յանան որ սա կարդաց լացեց։ Վերջին երկու նկարը, որ ես ուզում եմ ցույց տամ, ոչ կապված են իմ հետ, ոչ Յանայի, սա ավելի շատ մեր ծնողների հետ է կապված, ու իմ տատիկ ու պապիկի։ Սա այս երկու նկարներն են, որոնք պրոստը իմ ամենասիրած նկարներից են, ու հիմա սկզբում կխոսամ այս նկարի մասին։ Խնդրում եմ մի վայրկյան եկեք, ուղղակի նայենք իմ տատիկին ու պապիկին, պրոստը ինչ էսթետիկ են իրանք հագնված։ Մի հատ խնդրում տատիկի սապոգները, տատիկի պալտոն, պապիկի պալտոն։ Ես տեղ չգիտեմ իրանք որտեղ են, ոնց որ Փարիզում, Ֆրանսիայում, բայց այս նկարը պրոստը My Roman Empire։ Ինձ թվում է այն ժամանակ բոլորն էին սենց էսթետիկ հագնվում։ Ես հիմա տատիկին ասում եմ, տատիկ, դու քո իրերը չես սպայել, ես նենց հաճույքով կհագնեի, էսթետիկա։ Ու երկրորդ նկարը, իմ ամենասիրած նկարներից է, սա ես ու մաման ենք, մեր մոտ տենց ֆոթոշուտ էր, mother and daughter, ու շատ հավես սենց նկար է։ Էլի ես փոքր զնում եմ, զնում բաչեմ։ Հեսա շատ հավես նկար է, որ ես էլի շատ եմ սիրում, fashionable, իդեալն է, մոդելն է։ Ապա, դե ինձ ցույց տվեցի իմ համար կարևոր իրերը, ու հիմա ժամանակն է խոսալու դպրոցից։ Ես արդեն 2 շաբաթ է, որ գնում եմ դպրոց, ու խոսալու բան կա, կարևոր թեմա է, ու վստահ եմ, dass բոլորիդ այս թեման հետաքրքրում է, որովհետև ես որ 5 տարի սովորել եմ Ամերիկայում, ու հիմա գալիս եմ 10-րդ դասարան Հայաստան, այդ հետաքրքիր թեմա է, որովհետև պրոստը Հայաստանի ուսումը ու Ամերիկայի ուսումը այս սենց են, Ամերիկայում այդքան դժվար չի ու Հայաստանում դժվար է։ Digit Fix-ի Հայաստան առաջին մասում ես ասեցի, որ սկզբում չէի ուզում գա Հայաստան, ու կար ընդամենը մեկ պատճառ, խի ես կատեգորիկ ասում էի ես չեմ գնալու Հայաստան, դա գիտեք որն էր։ Դպրոցը։ Նենց տիպի էի վախենում, որ հենց մտածում էի դպրոցի մասին, ուզում էի միանգամից ուրիշ բանի մասին մտածեի։ Ես չէի ուզում դպրոցի մասին մտածեի, որովհետև ես, որ մինչև 5-րդ դասարան սովորել եմ Հայաստանի դպրոցներում, ես գիտեմ, թե ինչ դժվար է ստեղ, թե ինչքան շատ տնային են տալիս, թվում էր, որ ես գամ Հայաստան շատ վատ եմ սովորելու, որովհետև պարզա, որ իմ գրելու, կարդալու լեվելը նույն լեվելը չի, ինչպես ասել իմ դասարանց, որտեղ իրանք ամբողջ կյանքն են Հայաստանում, անդադ անցել են հայերենը, իսկ ես չեմ անցել հայերեն, ուղղակի տանն եմ շփվել, կարող եմ մի քանի գիրք եմ կարդացել, բայց ես 100% նույն լեվելի չեմ իրանց հետ։ Դրա համար դա էր իմ վախը։ Երկրորդը, ես վախենում էի, որ դասատուները ինձ կքննադատեն ու ինչ որ ուրիշ ձև ինձ կնայեն, կմտածեն, որ ես դեբիլ եմ։ Այո, դա ես վախենում էի ուրիշների կարծիքներից։ Ես սիրում եմ Հայաստանը, ինձ դա լավ է, բայց դպրոցը էներ թինեյջերի համար մի մեծ մասնակցություն, եթե դպրոցում ես չհարմարվեի, իմ կյանքը շատ վատ կանցներ, իմ թինեյջերական կյանքը։
Հայաստանում 5 տարի հետո ես հիմա էլի գնալու եմ դպրոց։ Ես չգիտեմ ոնց ամեն ինչ լինելու, հուսով եմ լավ ամեն ինչ անցնելու, հուսով եմ ես ստրեսի մեջ չեմ ընկնի, հուսով եմ ընկերներ կգտնեմ, կարծես ամեն ինչ հուսով եմ լավ կլինի։ Իսկ հիմա մազերը սենց պատրաստել եմ, կսվել եմ, ժամը 7:30 է ու երևի ժամը 8-ին տնից դուրս կգանք։ Վայ շոտ եմ լարվում, բայց ամեն ինչ օքեյ կլինի։ Տնօրենը ինձ տանում է իմ դասարան։ Ես մտնում եմ դասարան, ու սենց ակորդ լռություն է։ Ու ես մտնում եմ դասարան, նստում եմ ինչ-որ տղայի կողքը, ու ինչ-որ բոլորը սկսում են ծիծաղալ։ Ու ես բարձա overthinking final boss, մտածում եմ, որ իմ վրա են ծիծաղում, բայց չէ, ինչ-որ կատակ էր կատարվում, ինչ էր կատարվում, չգիտեմ։ Գնում եմ նստում եմ, ու ես έτσι ուսումնասիրում եմ բոլորին, ու զանգը տալիս է։ Ուսած ես մի պաս այդ աչքերս փակում եմ ու բացում եմ ու սաղ երեխեքը հավաքվել են կողքս։ Ես շատ լարված էի դպրոց գնալուց, բայց իմ դասարանը մի հատ հոյակապ երեխեք են դուրս շատ եկավ ու շատ հետաքրքիր բաներ են կանցնում ու արդեն գնացել եմ, տետեր եմ առել, սրանք 11-ա տետեր, Ամերիկայում ինձ 3 տետերը շատ էր, շատ գրքեր են։ Հեսա ես վերջապես անցնում եմ ֆրանսերեն, արվեստ եմ անցնելու, կարծես հիացած եմ, ինֆորմատիկա կարոտել էի, որ դասատուն երեխեքի վրա կարա ջղայնանա, ու այդ դասարան ասվածը կարծես ես կարոտել էի։ Ու ես հասկացա, որ անկապ տեղը վախենում եմ։ Հիմա իմ մոտ ամեն ինչ լավ է, գնում եմ, սովորում եմ, դաս եմ պատասխանում, ֆրանսերենից 10-ից 10 եմ ստացել, not to brag։ Պետք չի զառանի ինչ-որ մի բանի մասին անհանգստանալ, որովհետև դու ընդհանրապես չգիտես ինչ սպասես ու պրոստը քեզ վատ ես նաստրոյանում, բայց ընդհանրապես ոչ մի վատ բան չկար։ Հիմա ես ուղղակի լոգը նկարեցի, որովհետև ուզում եմ, որ чтобы мы были в курсе друг друга, որ դուք կոմենտներ գրեք, ես կարդամ, շարունակեք նայել, շարունակեք ֆոլո տալ, հետևեք մեր Instagram-ին, ձեր հետ Էվաներ, սիրում եմ ձեզ շատ, ես էլ գնացի քուրիկից հետ ման գալու։ Հաճախ բոլորին։